Գողերի հետ կապված, մեր տան գողերի հետ կապված շատերն են ինձ հարցեր տալիս։ Իմացաք ովքեր են, ինչ ընթացք կա, բռնեցին, բա ոնց եղավ, ում վրա եք կասկածում։ Եկեք մի հատ աղոթենք այդ երկու, որ նոր են մտել կյանք տղաների համար, որ Աստված լինի ներողամիտ եւ շատ դաժան չլինի իրանց հետ, որովհետեւ իրանց ժամերը հաշված են։ Տեր Հիսուս, իմ ամենակարող Աստված, ես խոնարհվում եմ քո գայի առջև եւ խնդրում եմ այդ երկու տղայի համար, որը սատանեն իրանց գայթակղեց, խաբեց, չարությամբ լցրեց իրանց հոգիները եւ տանում է դժոխք, ունեն ժամանակ այս խոսքերը լսելու եւ ծնկի գալու, Հիսուս Քրիստոսից ներողություն խնդրելու, ապաշխարելու, որովհետեւ խոսք ասում է քո տան գողերին դու պետք է ապաշխարության բերես, այդպես կհաղթես։ Ես այո, կորցրեցի մի քանի միլիոն դրամ, մի քանի ոսկի, բայց ես չեմ ուզում կորցնեմ իմ եղբայրների հոգիները։ Ես լավ գիտեմ իրանք ովքեր են, եւ ես լավ գիտեմ իրանք որտեղ են բնակվում։ Չնայած իրանք չեն հավատում, որ ես այդ ամեն ինչը գիտեմ։ Բայց ես տալիս եմ ժամանակ եւ Հիսուս Քրիստոսի անունով խնդրում եմ նրանց ծնկի գան եւ ապաշխարեն, որովհետեւ իրանց համար շատ դաժան օրեր կսպասվի։ Աղբերս, ես շատ լավ գիտեմ դու ով ես։ Խի ես, ու խի ես չարությամբ լցված, այդ չգիտեմ։ Բայց քանի ունես ժամանակ, Աստծուց ներողություն խնդրի, որովհետեւ քո ծնողները շատ են տխրելու քո պահվածքի համար։ Իսկ ես ինչ եմ արել։ Սխալ եմ անում, որ իմ ընտանիքի հետ ժամանակ եմ անցկացնում։ Առավոտի ծիրիգում ոչ թե վիզ եմ դնում մեկի տունը մտնեմ կամ մի քանիսի տունը մտնեմ գողություն անեմ։ Իմ սխալը դրանում է, որ կողքից նայում եք չարանում եք։ Դուք էլ եք տեսնում, որ 24 ժամ չարչարվում եմ, օր ու գիշեր վիդեոներ եմ անում, իմ աշխատանքն եմ անում, գովազդն եմ անում, որ ապրեմ արդար։ Բայց ես գողություն չեմ անում։ Դրա համար օրհնվում եմ։ Ես ձեզ օրհնում եմ, ներում եմ ու խնդրում եմ դարձի գաք, որ տենց հեշտ մտակ տունս, տենց հետևի դռնով, դուրը տենց յաբախտի թողած, գրկիկ հանիկ վերև, գիտեք մնացած օրերն էլա տենց հեշտ լինելու։ Սա ուղղակի սատանան ձեզ տրորեց, խաբեց, հիմա ձեզ ուղարկում է դժոխք։ Քանի 100% դժոխքի սիթիզեն քաղաքացիներ չեք, Հիսուսից ծնկի եկեք։ Ի սրտե, ոչ թե ձևավոր, այ սրտե զղջացեք, ասեք Աստված։ Տալիս ենք մեր հոգին քեզ, խնդրում ենք դու մեզ օգտագործի, որովհետև Աստված մարդասպանիներ, գողացողիներ, օրնիկիներ, թմրամոլիներ, խաղամոլիներ ներում է։ Աստված ուզում է ուղղակի ի սրտե դուք ներողություն խնդրեք ու ապաշխարեք։ Թող սա լինի ձեր կյանքի վերջի փորձությունը, հուսով եմ գոնե իմ միջոցով կգտնեք Աստծուն ու կապրեք արդար, եթե իհարկե այս ասածներս լուրջ ընդունեք։ Հիսուս Քրիստոսով օրհնում եմ ձեզ, ներում եմ ձեր արածը եւ խնդրում եմ դարձի գաք։ Այն մնացած գողացած իրերն է ձեր խղճի վրա եմ թողում։ Աստված օրհնի ձեզ։